Dubai Air Show 2025-ը այս տարի ընդգրկեց ավելի քան 120,000 մասնակից տարբեր երկրներից ու ռազմական ընկերություններից։ Ահա մի քանի հետաքրքիր ցուցանմուշներ։ Առաջինը՝ նոր թեթև մարտական ինքնաթիռներ։ Արտադրողները առաջարկել են ինքնաթիռներ, որոնք համատեղում են բարձր արագություն եւ ռոբոտացված թիրախային համակարգեր։ Օգտագործվում է առաջադեմ AL համակարգ թիրախավորումը ավտոմատացնելու համար։ Երկրորդը՝ անօդաչու թռչող սարքեր։ Դրոնները դառնում են ավելի ինքնավար եւ կարող են իրականացնել հետախուզական ու հարվածային գործառույթներ առանց մարդուղեցույցի։ Ներկայացվել են նոր շարասյունային դրոններ, որոնք կարող են միասին իրականացնել կոորդինացված հարձակումներ։ Երրորդը՝ ուղղաթիռներ եւ բազմաֆունկցիոնալ տրանսպորտային մեքենաներ։ Նոր ուղղաթիռներ ունեն գործնական անթափանցական պաշտպանություն, նոր շարժիչներ ու բարձր արդյունավետության սարքավորումներ։ Տրանսպորտային մեքենաները կարող են տեղափոխել ինչպես զորք, այնպես էլ փոքրագույն զենքի համակարգեր արագ արձագանքման գործողությունների համար։ 2025 թվականին բազմաթիվ երկրներ կենտրոնացել են հրթիռային եւ պաշտպանության համակարգերի թեստավորման վրա։ Արդիականացված հրթիռային համակարգեր թեստեր են անցկացվել նոր միջուկային եւ ավիացիոն հրթիռների վրա, որոնք ունեն բարձր ճշգրտություն եւ կարճ արձագանքման ժամանակ։ Փորձագետները նկատում են, որ այս համակարգերը կարող են ազդել տարածաշրջանային անվտանգության վրա, փոխելով մարտավարությունը։ Ռոբոտացված պաշտպանական համակարգեր։ Արդիականացված զենիթային ու հակօդային համակարգերը ինքնուրույն հայտնաբերում եւ ոչնչացնում են թիրախները, նվազեցնելով մարդկային գործոնի ազդեցությունը։ Թեստավորված անօդաչու մարտական սարքեր։ Ներկայացված են սարքեր, որոնք կարող են իրականացնել ինքնուրույն հարձակումներ AL-ի միջոցով, որոշելով թիրախի առաջնահերթությունը։ 2025 թվականի զենքի համաշխարհային շուկան շարունակվում է աճել։ Թարմ պայմանագրերից կարելի է առանձնացնել։ Միջազգային գները բարձրանում են, հիմնականում էներգետիկ ճգնաժամի եւ նյութերի թանկացման պատճառով։ Կայուն պահանջարկ կա անօդաչու սարքերի, նոր ռոբոտացված համակարգերի եւ պաշտպանական սարքավորումների նկատմամբ։ Համաշխարհային շուկան նույնպես հետևում է նոր զարգացումներին, փորձում է հասկանալ, որ զինտեխնիկան կարող է փոխել տարածաշրջանային եւ գլոբալ հավասարակշռությունը։ Նոր տեխնոլոգիաները չեն սահմանափակվում միայն տեխնիկայի էքզիբիցիայով, դրանք նաև ազդում են մարտավարական փոփոխությունների վրա։ Արդիականացված տեխնիկան թույլ է տալիս զորքերին ավելի ճկուն եւ արագ արձագանքել հակառակորդի գործողություններին։ Երկրները սկսում են նոր ռազմավարություններ մշակել, հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը հակամարտություններում։ Զինտեխնիկայի արտադրությունը ոչ միայն ռազմական նշանակություն ունի, այլև մեծ տնտեսական ազդեցություն, ապահովելով աշխատատեղեր եւ նոր տեխնոլոգիաների զարգացում։ Այսօր աշխարհը ապրում է զինտեխնիկայի հեղափոխություն, նոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու սարքեր եւ ռոբոտացված համակարգերը փոխում են մարտավարությունը եւ տարածաշրջանային հավասարակշռությունը։ Անհրաժեշտ է հասկանալ, այդ տեխնոլոգիաները միայն ռազմական խնդիրների համար չեն, այլ նաեւ տնտեսական, քաղաքական եւ գիտական ոլորտների զարգացման միտում են հետապնդում։ Անհրաժեշտ է հասկանալ, այդ տեխնոլոգիաները միայն ռազմական խնդիրների համար չեն, այլ նաեւ տնտեսական, քաղաքական եւ գիտական ոլորտների զարգացման միտում են հանդիսանում։